Երևանի կենտրոնում կա մի վայր, որտեղ շաբաթվա ցանկացած օրը կարող է քեզ տանել շրջագայության, առանց քաղաքի սահմանները հատելու։ Վերնիսաժը հենց այդ վայրն է։ Քայլում ես տաղավարների միջով ու կարծես շրջում մի մեծ ձեռագիր գրքում, որի յուրաքանչյուր էջը պատմություն է, գրված մարդկանց ձեռքերով։ Վերնիսաժը ձևավորվել է դեռևս 1980-ական թվականների կեսերին, սկզբնական շրջանում Մարտիրոս Սարյանի անվան այգու տարածքում, որտեղ հիմնականում նկարներ էին ցուցադրվում։ Ժամանակի ընթացքում վերնիսաժը բաժանվել է երկու մասի, նկարիչների մի մասը մնացել է այգում, իսկ մյուս արվեստագետներն ու արհեստավորները իրենց հատկացված տարածքում ստեղծել են այս վայրը, վերածելով այն Երևանի դիմագիծը կերտող կարևոր դետալի։ Այստեղ քայլելը ծանոթություն է հայկական մշակույթի հետ։ Այստեղ կարող ենք գտնել ձեռագործ զարդեր, քարե, փայտե, կավե, մետաղե խեցեղենի նմուշներ, հնաոճ իրեր, նաև խորհրդային տարիների հետաքրքիր գրքեր, կենցաղային պարագաներ, հին ու մոռացված, բայց իրենց յուրահատուկ կոլորիտը պահպանող նմուշներ։ Ամեն իր ունի իր հեղինակին, պատմությունն ու անցած ուղին, եւ հենց դա է ստեղծում այս շուկայի իրական յուրօրինակությունը։ Սակայն ամենահետաքրքիրը մարդիկ են։ Վաճառողները եւ վարպետները ոչ միայն ցուցադրում են իրենց ստեղծածը, այլև կիսվում են իրենց պատմություններով։ Նրանց հետ զրուցելն արվեստի, ձեռագործի, երբեմն էլ Երևանի անցյալ կյանքը ճանաչելու հնարավորություն է։ Այդ մարդկանցից մեկն էլ տիկին Մարիամն է։ Նա իր տաղավարում ներկայացնում է ոչ միայն իր ձեռքով ասեղնագործած ու գործած իրերը, այլև ցուցադրում է իր որդու եւ ամուսնու հեղինակային կտավները։ Նրա տաղավարը երևում է դեռ հեռվից, ոչ միայն իր վարպետական աշխատանքներով, այլև ջերմությամբ։ Տիկին Մարիամի տաղավարի դիմաց կանգնելիս հասկանում ես, որ վերնիսաժը շատ ավելին է, քան պարզապես առևտրի վայր։ Նստում եմ, զբաղվում եմ, ստեղծագործում եմ։ Շատ եմ հավանում, սիրում մեր ազգային թեմայով ազգային տիկնիկները, մեր տարազով տիկնիկները, խնդրեմ։ Շատ հետաքրքիր մի ինքս եմ ստեղծել հնարել, իմ պիսոները, գլուխները շարժվում են, պտտվում են, որ կողմուզ եք իքը շարժվում է, հատկապես երեխաները շատ են սիրում, որ շարժում լինի, աշխուժություն, կյանք լինի, սա աղջիկա, բանցիկը գլխին եմ դրել, իսկ սրանք տղաներ են, որպես տղա մեր եռագույն դրոշով ներկայացնում եմ մեր հայկական արվեստը։ Ներկայացնում եմ մեր վերնիսաժը, համարվում եմ վերնիսաժի հիմնադիրներից։ Նախքան այս վերնիսաժը բացվել է, ես Սարյանի օպերայի Սարյանի արձանի մոտ կանգնել ենք, վաճառել ենք, սկզբում նկարներով է սկսվել վերնիսաժի բացումը։ Մի խոսքով արգելում էին, չէին թողնում, որ այնտեղ դնենք։ Երկար պատմություններ, շատ հին պատմություն, որ մոտավոր 40 տարվա պատմություն ունի այնտեղի վերնիսաժը։ Երբ որ արգելեցին, որոշեցինք գնալ, դիմել քաղաքապետարան, թույլտվություն ստացանք, բացվեց վերնիսաժը։ Աշխատում էինք, ձեռքի աշխատանքներ հիմնականում։ Հետո քիչ ավելացավ նաև կողքից ոչ ձեռքի աշխատանքներ, մանրավաճառներ եւ այլն, որոշվեց բացել երկրորդ այստեղի վերնիսաժը տարիներ հետո։ Տեղափոխվեցինք այստեղ։ Ինչ ասեմ, վերնիսաժը մեր կոլորիտն է, մեր հայկական արվեստ ներկայացնող միջավայրն է, որի համար մենք աշխատում ենք, ստեղծագործում ենք, ներկայացնում ենք։ Ապետ Քուչակի հայրեններն է, ուրեմն նկարիչը եւ բնորդուհին։ Պատմությունը սենց է, բնորդուհին ասում է այնքան գեղեցիկ էր, որ նկարիչը գերված նրա գեղեցկությամբ միայն մեկ ունքը նկարել եւ սիրահարվել է, էլ չի շարունակել։ Մենք դպրոցական տարիներին անցել ենք այս թեման։ Ես աչք, դու լույս հոգի, առանց լույս աչքը խավարի, ես ձուկ ու դու ջուր հոգի, առանց ջուր ձուկը մեռանի, երբ ձուկը հանեն ուրիշ ջուր դնեն, նա կապրի, երբ ինձ քեզնեն զատեն, քանց մեռնելն այլ ճար չլինի։
չի, շատ սիրում եմ, որ օրը որ չեմ գալիս, հիվանդանում եմ ես, հիվանդ եմ լինում։ Ես ներկայացնում եմ, սիրում եմ, շփվում եմ մարդկանց հետ, իմ համար շատ հաճելի է։ Ունեմ մեկ հանգստյան օր, երկուշաբթի օրը, երբ այդ օրը տանն եմ լինում, ամուսինս ասում է դու այսօր դարել ես տանտիկին, մնացել ես տունը։ Տան հոգսերով, բայց ամբողջ ուշադրությունս նաև երեկոյան ժամերին, որ հանգիստ եմ լինում, արդեն նստում եմ, աշխատում եմ նորից, նոր մտքեր են գալիս, որպեսզի կարողանամ ստեղծագործել։ Վերնիսաժը հնարավորություն է Երևանը ճանաչելու ոչ թե քարտեզով, այլ այսպիսի հանդիպումներով։